Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Խորհրդարանի նախագահը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար։ Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը։ Ալեն Սիմոնյանը Վիետնամի ազգային ժողովի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Հանդիպման ավարտին երկու երկրների ազգային ժողովների նախագահների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Չան Թան Մանը շրջել է նաև խորհրդարանի շենքում գրառում կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում, այնուհետև երկու երկրների խորհրդարանների ղեկավարները ի նշան հայ-վիետնամական բարեկամության ազգային ժողովի այգում տնկել են մշտադալար Եղևնի։